Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի հզոր ցույցերը կարող են հանգեցնել նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի իշխանության տապալմանը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Ինչ է կարծում, այս գործընթացը կարող է արդյոք հանգեցնել Էրդողանի իշխանության տապալման։ Այո, կարծում եմ։ Եթե այդպես չլիներ, դայրահեղ ամենակ Իմամօղլին ինչի ձերբակալը 190 հոգի էլ ուրիշ գործիչներ են ձերբակալված։ Խոսքը քրդերի մասին չի, դրանք մի քանի հազար, 9000 որ ինչ էր։ Ահաբեկչի գիտակագործում ինքը եւ բռնում ձերբակալումը։ Թուրքագետը նկատեց, ի պաշտպանություն Իմամօղլուի սկսված բողոքի ցույցերը տեղի են ունենում ոչ միայն Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում, այլև Իզմիրում, Տրապիզոնում, Անտալիայում եւ երկրի այլ խոշոր քաղաքներում։ Ցույցերը միայն Ստամբուլում, Անկարայում կամ Իզմիրում չեն ընթանում։ Բազմաթիվ այլ քաղաքներում հայրազարներով մարդիկ են մասնակցում, չնայած ոստիկանության միջոցառումների, որ արգելի մասնակցությունը քաղաքացիներ այդ ցույցերն, օրինակ մետրոները փակ է քանի օր Ստամբուլում, մետրոն չի գործում, որ չնստան մետրոյով գնան, հասնեն տաքսիներ ապարական, որտեղ որ անցկացնում են։ Նույնը մնացած Անկարայում նույն պատմությունն է։ Ստամբուլի քաղաքապետ նախագահ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդը համարվող Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է չորեքշաբթի օրը, մարտի 19-ին։ Թուրքական իշխանությունները նրան կասկածում են ստվերային եկամուտների, փողերի լվացման եւ ահաբեկչական կապերի մեջ։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ տեղի ունեցողը քաղաքական ակնհայտ հետապնդում է Քեմալական ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող Իմամօղլուի նկատմամբ, որը կարող է դառնալ 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Իմամօղլուն 1 տարի առաջ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ձայների մեծ առավելությամբ հաղթել էր Էրդողանի ղեկավարած իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածուին։ Ստամբուլի քաղաքապետի հետ միասին ձերբակալվել է եւս 87 հոգի՝ քաղաքապետարանի աշխատակիցներ, լրագրողներ, գործարարներ։ Թուրքիայի ներքին իրավիճակը հրաշալի իմացող եւ թուրքական մամուլին ամենօրյա ռեժիմով հետևող թուրքագետ Հակոբ Չաքրյանը պատմում է, որ ամբողջ պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ Քեմալական ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու մասին։ Էրդողանի վարկանիշը նախորդ վերջին ընտրություններին 2017-ին ավելի քան 50% 51 քարտան։ Իսկ հիմա ընդմիջնացնող 20%-ի էիչը դե ասենք գուցե մի քիչ կրճատեն իրենք 30-32% չի անցնում ոնց որ զգալով որ Էրդողանը եթե Իմամօղլին առաջադրվի ինքը չի խախտի ուզում է արանքից անել Իմամօղլուի տեխնացությունը նրան էլ սիրում եմ ոչ միայն Ստամբուլում նաև Անատոլիայում նաև նրա համար, որ ինքը տրապզոնցի է, բոլսեցի չի։ Էդ էլ որոշ չափով օգնում է, այսինքն Ստամբուլցիների նկատմամբ Անատոլիայի բնակչությունը բնիկ Ստամբուլցիների տեսակ բանուն են ամբարիացակամություն ասեմ։ Այսինքն բարիացակամ չեն ավելի շուտ։ Իմամօղլին այդ արմով շատ ավելի ընդունելի է իրենց համար, քանի որ Տրաբզոնիկն անատոլիական քաղաքային ամենայնիվ Թուրքագետի խոսքով Էրդողանի վարկանիշն այսօր այնքան ցածր է, որ նա որևէ շանս չունի հաջորդ ընտրություններում հաղթելու, այլապես նման ծայրահեղ միջոցի, ինչպիսին է իր հավանական մրցակցի ձերբակալությունը, չէր դիմի։ Հակոբ Չաքրյանը փաստում է, Էրդողանի իշխանությունը երկրում գնալով թուլանում է, եւ այս process-ն իսկապես կարող է հանգեցնել նրա ռեժիմի տապալմանը։ Ըստ թուրքագետի, արտաքին ուժերից շատերը եւս շահագրգռված են դրանում, հատկապես այն տերությունները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, բայց նրանք կմիջամտեն միայն վերջին պահին։ Նրանք ովքեր Թուրքիայի հետ ինչ որ
դեր տարաբերությունները մեջ են, ակամա պիտի հետաքրքրվեն, բայց հետաքրքրվելը չի նշանակում բռնել միջամտել, մանավանդ հիմա չեն, եթե անգամ միջամտելու լինեն, հիմա ժամանակը չի, նիկվանից միջամտեն ինչ անեն, կիմացվի, հայտարակ պիտի լինեն, բայց վերջի պահին են, ինչ այդ պատրաստում են սուսուպուս, հենց ընդրություններ արդեն մեկ օր, երկու օր առաջ, ժամանակ եմ միջամտում։ Թուրքիայի նախագահի առաջիկա ընտրություններին դեռ 3 տարի կա, բայց Էրդողանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում իր հիմնական մրցակիցներին չեզոքացնելու համար։ Բացի այն, որ ոստիկանությունը ձերբակալված քաղաքապետին ու նրա համախոհներին ներկայացնում է որպես կոռուպցիոներ, տարածելով միլիոնավոր թուրքական լիրաների կադրեր, որոնք ենթադրաբար գտել են Իմամօղլուի կողմնակիցների դարակներից, նաև չեղարկել են 1990 թվականին Ստամբուլի համալսարանից Իմամօղլուի ստացած դիպլոմը, հայտարարելով, որ այն կեղծ է, ինչը նրան զրկում է նախագահի ընտրություններում առաջադրվելու օրինական իրավունքից։ Ընդ որում, ըստ գործող սահմանադրության, Էրդողանն էլ իրավունք չունի 3-րդ անգամ առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Դրա համար էլ հայտարարում է, թե չի ճանաչում ներկա սահմանադրությունը։ Բողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվել են նաև այսօր, մարտի 21-ին։ Մարդկանց դեմ կիրառվել է արդյունքաբեր գազ, եղել են բախումներ ոստիկանության հետ։ Կալանավորվել է 53 ցուցարար։ Նախորդ օրն ըստ թուրքական աղբյուրների միայն Ստամբուլում ավելի քան 300,000 մարդ էր միացել բողոքի ցույցերին Ստամբուլում։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24